Ողջույն բարեկամներ, դե գիտեք, ես երբևէ իմ հաղորդումների ժամանակ հատուկ ինչ-որ խմբերի, թիրախային խմբերի չեմ դիմում, բայց այսօր հատկապես խնդրում եմ էկրաններից չհեռանալ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երկրպագուներին։ Չզարմանաք, պարզվում է Նիկոլ Փաշինյանը դեռ երկրպագու ունի, նաեւ երկրպագուներ ունի Ռոբերտ Քոչարյանը։ Ես հատուկ իրենց խնդրում եմ այսօր չգնալ, ես իրենց լիքը ասելու բան ունեմ։ Սկսենք ամենակարևորից։ Առավոտ շուտ որոշեցի, ասեցի, լսեք, ախսես չի լինի։ Այս մարդիկ իրենց շատ լուրջ են ընդունել։ Հա, եւ այս օրակարգն են արդեն երկրորդ օրը տանում, որ աշխարհում կա մի հատ Քոչարյան Ռոբերտ ու Նիկոլ Փաշինյան ու ամբողջ բանավեճն ու հետաքրքրությունները մարդկանց այդ երկուսի շուրջը պետքա լինի։ Ես ուղղակի այսօր փորձեցի հասկանալ քանի տոկոսի համար այդ շրջանակները լուրջ եւ այսպես Արցախույզս հետեւյալի մասին է, որի մասնակցելը հիմա ասեմ 5400 մի վայրկյան ես մեր թարմացնեմ, տեսնենք նոր տվյալներով 5400 ինչա դառնում 5500 հոգի 5500 հոգի մասնակցելա սա լուրջ թիվ է հարցումների համար եւ այսպես քանի որ հայտարարվել է 2026 թվականի ընտրությունները լինելու են միայն Քոչարյանի ու Փաշինյանի միջև, ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, թե ապագա ընտրությունները ինչպես եք պատկերացնում եւ ինչ կընտրեիք։ Եվ այսպես Քոչարյան Ռոբերտ, Փաշինյան Նիկոլ եւ կամ նոր ուժ, նոր դեմք։ Փաշինյան Նիկոլը հավաքել է ընդամենը 8%։ 8 Ես ասել եմ, չէ՞ որ դու 6-ից 7-8 մաքսիմում էնել 5500 ընտրողների մեջ, այսինքն կարողացել են մասնակցել մոտավորապես 500 հոգի։ 500 հոգի է նախընտրել Փաշինյան Նիկոլին։ Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ 13%։ Այսինքն հենց հիմիկվանից Փաշինյան Նիկոլը կարա գնա, չգիտեմ, մտի ցանկացած տնտեսական խանութ, հա, մի շիշ ժավել առնի ու խմի այսօր։ Ռոբերտ Քոչարյանը 13%, Նիկոլ Փաշինյանը 8%, ասում մաքսիմում, որ կարող իրավունք ունի այսօր անել Նիկոլ Փաշինյանը եւ իրան աջակիցները, աջակցողները, ասենց ամեն մեկը մտնեն մոտակա խանութ, խառապարակների խանութ արինում, չէ՞, կարծեմ դեռ բան։ Ամեն մեկը մի շիշ ժավել է առնում, էական չի, ուժերա թույլ է։ Լցնում եք բաժակի մեջ, խորը շունչ եք քաշում ու խմում եք։ Ձեր ռեյտինգը մոտարապես կրկնակի ցածր քան Քոչարյան Ռոբերտի, որը նշանակում է դուք ուղղակի ապրելու իրավունք չունեք։ Ես հատուկ խնդրել եմ, որ դուք մնայիք, որ այսքանը գոնե լսեիք։ Իսկ 79%-ը ժողովրդի, 79%-ը հասկանում եք ես ինչա։ 79%-ը նոր բան ասում, նոր ուժ, նոր մարդ, նոր շունչ։ Այսինքն կարելի ասել ինքը զզվել է դրանցից։ Իսկ 79% մերժում է այն ինչ որ առաջարկում է։ Այսինքն Փաշինյան Նիկոլը իր մեդիաներով, ես դες ցույց տամ։ Իր մեդիաներով ամեն մեկ իր հերթին Երեք Արամ Սարգսյանին էին հանե շպրտել, եթե ընդդեմ նկատել եմ։ Արամ Սարգսյանը երեք երկու տեղ նույն ձևի, ինչեր այսօր էս կոնջորյան կոչվածնա։ Նույն տեղերում Արամ Սարգսյանն էր երեք, այսօր նույն տեղերում կոնջորանա, վաղը նույն տեղում, հենց նույն տեղը։ Այմիսը մոռացել եմ, որովհետև այդքան բան չի, չեմ ուզում ասեմ դոտ գլուխ, բայց դոտ գլուխ է վարում այդ հաղորդումը, ես չալարեմ կգտնեմ, գիտեք։ Բայց որ գտա, ձերից չեք պրծնեմ։ Բոլորը ովքեր այս ընթացքում պետքա գովազդեն, թաքնված Փաշինյան Նիկոլ, դառնում եք դուք իմ թիրախը։ Գագիկ Մկրտչյանին հիշում եք։ Իրանից լավը չնենեք։ Կմերկացնեմ, կոչնչացնեմ բառացի։ Այսինքն դուք իմացեք, դուք ձեր գործողություններով չակերտավոր իբր դուք լրագրություն եք անում, դուք լրագրություն չեք անում։ Գեբելսին էլ է թվում ինքը լրագրություն անում։ Քարոշչությունը լրագրությունից տարբերվում է։ Դե Պետրոսի մասին խոսք չկա, արդեն ինքը գնացող է։ Ամեն դեպքում սրանց թվում է, թե իրանց տուպոյ, իրանց ոչնչություն ուղեղով իրանց 21% ռեսուրսով համախառն այն 79-ին համոզելու են, որ իրանցից են կողմ էլ աշխարհ չկա։ Լսենք մի պահ հավելելու համար Քոչարյանի ասուլիսը պարոն Կոնջյան նաև հայտ էր
քաղաքական դաշտում ձեր գլխավոր ընդդիմախոս լինելու համար եւ հայտ էր ձեր գլխավոր ընդդիմախոս լինելու համար այն պարագայում, երբ որ Ռոբերտ Քոչարյանին նշանակել են գլխավոր ընդդիմախոս ընելում բերանով Ռուբեն Ռուբինյանի։ Դուք տեսել եք Ռուբեն Ռուբինյանին։ Չէ՞ դուք տեսել եք, իսկ մոտիկից տեսել եք, իսկ դուք իր հետ խոսացել եք, պատկերացնում եք Ռուբեն Ռուբինյանը, իրենք Ռուբեն Ռուբինյանը ես տանն չեն վստահում։ Տանը, ասենք, եթե պետք է գնալ հաց առնել, իրան հաց չեն ուղարկի հաստատ։ Վստահեն կգնա մի ուրիշ սխալ բան կան։ Ռուբեն Ռուբինյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակել էր դեռ 3 օր առաջ գլխավոր ընդդիմախոս։ Այսօր Պետրոսը լուրջ դեմքով ասում է Ռոբերտը հայտ է ներկայացրել լինի գլխավոր ընդդիմախոս։ Դուք ինչքան ուզում եք իրար նշանակեք վարչապետ ու ընդդիմադիր, դուք ունեք ընդամենը 21%, այն 79%-ը զզված ունենա ձեզանից։ Բայց շարունակությունը լսենք։ Կարելի ասել, որ ինչ որ իմաստով մենք գուցե կկնելու ենք 21 թվականի սցենարը։ Իրանց երազանքն է դա, որ կրկնեն 21 թվականի սցենարը։ Էլի դնեն ներկա նախկին, հա, շունը դու ես քաչարշուն, գողշուն, գողկատու եւ այլն, դավաճան, կապիտուլյանտը դու ես, հանցագործ, մարտի 1, հոկտեմբերի 27, ժողովուրդն էլ իբր իրենց կարծիքով պետք է նայի։ Դա 21 թիվներ։ Դա 21 թիվներ։ 26 թվին, արդեն 25 թվին մարդկանց 79%-ը նոր բան ուզում։ Դուք ուզեք, չուզեք, դրա պետք է հարմարվեք։ Կամ անես ապտակ կստանաք, ոնց որ ստացաք Փարաքարում օրինակ։ Ոնց որ ստացաք նույնիսկ Գյումրիում։ Գնանք առաջ տեսնենք Պետրոսը էլ ինչ ստացած։ Դա դժվար է դա ասել։ Ասուլիս ավելի շատ հիշեցնում է անոնիմ նախագահների ակումբի բան, մի հանդես, որտեղ որ նա իր կողմից ընտրված լրագրողներին հրավիրել էր, որպեսզի իրեն տանեն հարցերը, որոնք որ իր համար կոմֆորտ են։ Իրեն շատ խիզախ համարող Ռոբերտ Քոչարյանը, որտեղ չի կարելի հարցերից վախենալ։ Քեզանից շատ համաձայնվող լրագրողների հետ հարցազրույց ամենա ռիսկով բանը չի, երբ որ ասում են այո պարոն նախագահ, հա պարոն նախագահ, դուք ճիշտ եք պարոն նախագահ։ Լսում եք ով է ծաղրում, հա դու ճիշտ է պարոն նախագահ, դու ճիշտ եք։ Զգում եք ով է ծաղրում։ Պետրոս Ղազարյանը, որ բոլորի մոտ նույն դիրքով է նստած եղել։ Բոլորի Սերգեյ սկսած, ինչի հիմա Փաշինյան Նիկոլ։ Բոլորի մոտ նույն դիրքով նստած մարդը, այո պարոն, նույն բանը այսօր ծաղրում է այն լրագրողներին, որոնք նստած էին Ռոբերտ Քոչարյանի դիմաց։ Վայ Պետրոս, դու քեզ տեսել ես Պետրոս։ Չի նշանակում որ իրանք այդպես չէին, բայց դու էլ ես նույնը ախր։ Տեսեք շարունակություն։ Իհարկե պարոն նախագահ, հա պարոն նախագահ, բայց հիմա ունենք ինչ ունենք։ Դե քանի որ ինքը Ռոբերտ Քոչարյանը մշտապես ապրել է պղպջակի մեջ եւ այդ պղպջակի մեջ բոլորը իր հետ համաձայնվել են, ինքը շարունակում է այդ նույն պղպջակի մեջ ապրել, պարզապես երբ որ նախագահ ես գուցե ստացվում է ինչ որտեղ։ Պղպջակի մեջ է ապրել պարոն Ռոբերտ Քոչարյանը։ Իրանք պղպջակից դուրս են հիմա։ Ռոբերտը պղպջակի մեջ է, իրանք պղպջակի մեջ չեն։ Այսօր ձեզ դիքը հետաքրքիր բան է սպասում։ Հարգելի, ինչ հարգելի, տականքներ։ Այսօր ձեզ դիքը հետաքրքիր բան է սպասում։ Բայց երբ որ հավակնում ես լինել ընդդիմադիր, պետք է նաև քեզ համար տհաճ հարցեր լսես, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ որ Ռոբերտ Քոչարյանի այդ ասուլիս կոչվածը նաև Պարոն Քոչարյան, կներեք, այստեղ մի հատ եկեք հələ կանգնենք։ Արդյոք հիմա ձեր իշխանությունը այդ առումով նման չի Քոչարյանի իշխանությանը։ Ես չեմ հիշում դեպք, որ ձեզանից մեկը կանգնի, ասի ես Փաշինյանի հետ համաձայն չեմ։ Այստեղ մի քիչ ուրիշ ձև է։ Կախեց Կոնջորյան։ Մի տեսակ ոնց որ կախվել է մոտդ, հա։ Նախ, եթե դուք օրինակ գնաք եւ դիտեք կառավարության հարց ու պատասխանները ազգային ժողովի, դուք կտեսնեք, որ վերջին առնվազն մի քանի ժամանակել է։ Գիտեք հարց ու պատասխանը որն է։ Այն հարց ու պատասխանները, որ ասում էր համբալ վիզիտ կկտրեմ, կկոխեմ բերթերը, կտնես պատվալերում կծեցենք, սա է մեջ վերում։ Ասում տեսնենք որ իրանք անհամաձայն են։ Ով է անհամաձայն։ Դուք։ Պետք է հիմա մի րոպե։ Դու հարցը տալիս ես, ես պատասխանում եմ։ Հիմա տես բանը, մեր հարցազրույցը պիտի պատասխանը։ Երբ որ դուք նայեք կառավարության հարց ու պատասխանը եւ տեսնեք ինչ սուր հարցադրումներ են անում падգամավորները, այդ թվում նաեւ վարչապետին, դուք բնականաբար որևէ երբ չեք կարող եզրեր անգամ անցկացնել մեզ եւ նրանց միջեւ, եթե դուք հասկացաք դուք չեք կարող եզրեր անցկացնել ձեր ու նրանց միջեւ։ Հա, իրոք դժվար է եզրեր անցկացնել։ Ես չեմ հիշում, երբևէ Քոչարյան Ռոբերտ կամ Սերժ Սարգսյանը իրենց լրփի նման պահեին ազգային ժողովի դալիճում։ Ես նշման ես չեմ հիշում։ Չեմ հիշում։
Դից հիստերիկ բաներ անեին, էշեշ դուստային, կներեք ֆրանսերենից համար։ Հա, դες բան իհարկե մենք չենք հիշում։ Ասում եմ դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանը ունի 13%, դուք 8%, 8, ով է տեսել իշխող կուսակցությունը այդ պահին ունենա 8%, նման բան ոչ մեկ չի ունեցել, ուսանք իրաց այս ճաղած գլխով ուզում են իշխանություն որպես վերարտադրվեն, իսկ հիմա սուտ խոսելու մասով, լսենք մի սուտ խոսելու մասով, հա? Դուր չի գալիս, երբ որ քաղաքական գործիչը կարող է ստել։ Լսեցիք, կրզոյին դուրս չի գալի, երբ որ քաղաքական գործիչը կարող է ստել։ Օրինել, անընդունելի է։ Հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Կարող են կանխել պատերազմը։ Մեր կարող են կանխել պատերազմը։ Որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Սա երկու հանցագործություն կա։ Նա ստում է մեկ ասում է հնարավոր չէր կանխել պատերազմը, հետ ասում է հնարավոր էր կանխել պատերազմը։ Մյուս հանցագործությունը, որ չեն կանխել պատերազմը, որ լինի այդքան զոհեր, ասում է հնարավոր էր կանխել պատերազմը։ Ուղղակի կլիներ նույն վիճակը, բայց առանց այսքան զոհերի։ Այլո, դատախազություն, ԱԱԾ, իրավապահպանման միներ եւ ընդհանրապես բոլոր վիժվածքներ, ովքեր Փաշինյան Նիկոլի այս խոսքերից հետո Փաշինյան Նիկոլի անունը տալիս են որպես լեգիտիմ մարդ, լեգիտիմ վարչապետ, չգիտեմ, որպես Հայաստանը օրինական երկիր, ցանկ այս նախադասությունից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին կառավարությանը լեգիտիմ վերաբերող ցանկացած մեկը հանցագործ է։ Հանրապետության վարչապետը ինքը իրան հայտարարում է, հենց հիմա հայտարարեց, լսեցիք, չէ, որ կարող էինք պատերազմը կանգնեցնել, բայց այսքան զոհեր չէր լինի։ Այսինքն չեն կանգնեցնել պատերազմը, որ այսքան զոհեր լինի։ Ուրիշ ինչ է պետք է։ Դրանից առաջ ասում չեն կարող, արտարանում չեն կարող, ինքը երբ ուզել, ինչ ուզել ասել է։ Ուսքանից հետո սա լուրջ վերաբերվել, դրա համար է սա, դրա համար 8%-ն է, այս 8%-ն էլ գիտեք որ վարձկանները նստած համբյուտերի մոտ փողով լայք կամ դիսլայք դնողներն են, գումարով վարձկանները։ Սա էլ շարքային բանը, քայլարաստ, որ կարող է լուրջ ընդունի Փաշինյան Նիկոլին, որը սերը դիմաց գրում է արու։ Հասկացեք, ինքը արու է։ Սա ինչ եմ ցույց տալի, որ դուք հասկանաք, սա միջինացված ինտելեկտը սրանց։ Միջինացված։ Դրա համար էլ սրանց վարչապետի կինը կարող է սրանց բաներ գրի։ Սրանց միջինացված ինտելեկտն է։ Սա էլ է Աննա Հակոբյանը, որին հարց են տվել այդ գումարներն ինչ է կարել այդքան հավաքած։ Այս հարցը իրենց հերավոր գեղից իր գերցու ակցենտով, տեսով գեղից ու գերցու ակցենտով խոսում, եւ տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղում է ինչ-որ մեկը անուն ազգանուններ չլինես։ Նա ակնարկում է, որ իմ քայլը բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները չեն ծառայել իրենց նպատակին։ Գրպանվել են, յուրացվել են, չգիտեմ ինչ։ Ասում եմ, նա այնքան ճանաչ չի, որ օգտվի իմ քայլը հիմնադրամի պաշտոնական կայքեջից, հաստատության բաժնում, ասում, հա։ Ու հիմա ասում է, որտեղ է ծառայել, լսեք, հետո հետաքրքիր է որն ասում է, ինչի վրա ծախսվել։ Բերում է, նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, $1 միլիոն։ Ուր է այդ հիմնադրամը։ Որտեղ է ցույց տվել այդ հիմնադրամի ծախսերը։ $1 միլիոն։ Վերջերնիկը փող չունի տալու։ Մնացածը աջակցություն COVID-19 համաճարակի դեմ պայքարին $302,000 եւ արձագանք պատերազմին $733,000։ Այդ դրամ եմ ասում դոլար։ Արձագանք պատերազմին գրել են, ծախսել ենք արձագանք պատերազմին $730,000։ Ու վերջում գրում է, եղավ 2 միլիոն, դե մնացածն էլ դու մտնիր հաշվիր, ապուշ։ Դե ինչ եք զարմանում։ Եթե իրանց պատգամավորը արու է, իրանց էքներ սես պետք է լինի էլի։ Դրա համար էլ արդյունքը սա է 8%։
Հիմա դա կլինի Կոնջորյան այս եթիմը, կներեք որ ասեմ, բանա, այս ով էր ասել եթիմ բառը, ինչ որ որբերին է վիրավորվում։ Լավ, ուրիշ բառ մտածեք։ Ուղղակի ասենք որբ չեն, որբը։ Որբերը որ ծնող չունի, ասենք եթիմ։ Գիտեք տարբերությունը որն է, որ ինքը կարող է ծնողել ունի ինքը եթիմ լինի։ Սրանք ծնող ունեցող հավանաբար։ Բայց մեկը իրանց երևույթով են, իրանք ոչ մեկ անտեսում։ Սա հիմա ներկայացնում է այն արուին, մեկ էլ են փնթիեքին, որ իրանից հաշվետվությունը ուզողներին ասում է գեղից հերոն գեղցի, գեղցու ակցենտով ապուշ։ Դուք պատկերացնում եք ձեր հետ ինչա լինելու։ Այն պահից, որ դուք իշխանություն չունեցաք։ Այս ձեր ինքնավստահությունից, այս ցինիզմից ինչա մնալու։ Ես մինչև վերջ չեմ ուզում նայեմ, ափսոսում եմ ձեզ։ Իրոք լուրջ ափսոսում եմ ձեզ, ես մինչև վերջ չեմ ուզում անալիզ անեմ, որովհետև տեղից էլ վիճակներս վիճակ չի։ Ուզում գնանք առաջ։ Դրա մատել, որ դուք փողոցներով անցնում եք, տեսա։ Ուղղակի գիտեք ինչն եմ սպասում, որ հիմա էլի կկանգնեին, մեքենայի մեջից կհանեին մեկին, ծեծելով կտանեին, որ սիգնալ էր տալու։ Բայց դե հասկանում եք, չէ՞, այսքան մարդու մեջ, այսքան ավտոների սիգնալ տալ, այսքան համատարած քֆուլ է կանգնած հիմա օդի վրա։ Դրա համար դուք ժողովուրդը սենց է վերաբերվում։ Ժողովրդի մեջ ունենալ 8% ու իշխանություն պահել ու դեռ խոսալ վստահ, խոսալ օրակարգ թելադրել, դա կարա մենակ անի շիզոֆրենիկը։ Շիզոֆրենիկը, որ չի կարողանում ընկալի իրականությունը։ Իսկ ինչ վերաբերվում է թալանին, ինչքան եք թալանել, ոնց եք թալանել, այս փնթի էգը որ խոսում է, վերջում էլ ասում է հասկացաք ապուշ, հա? Սա մասին է խոսքը, նայեք ով է դա մենք ասում։ Սա մասին է խոսքը։ Գեղցի, գեղցու ակցենտ, ապուշ, ասողը սա է։ Սա է, որ սեփական մազերի մեջից կեղտու ոչի է հանում ու մաքրում եղունգների արանքից։ Կներեք կարող է մարդկար հացեր ուտում, կամ սուրճ էր խմում այս պահին, 1000 ներողություն։ Սրա մասին է խոսքը, որ ներվել է, որ են հարցրել են, այս փողերը ուր են, ինչ է լինում։ Ես ասեմ այդ փողերը ուր են, ինչ են լինում։ Մասնավորապես, Փաշինյանի եղբոր որդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ արշանջ գույք ձեռք բերել։ Հետքն է պարզել, հետքը։ Այս փնթիները, այս գեղցու ակցենտով միջև մա գեղցիները, թող գյուղացիների ինձներ են։ Սրանք գյուղացի կյանքում չեն եղել, հող չեն մշակել, հողի բարիքը չգիտեն ինչ բան, այսինքն իրանց ձեռով բարիք չեն ստեղծել։ Հողից բարիք ստեղծող մարդը ուրիշ հոգեբանություն ունի։ Սրանք բոր են, սրանք ոնց ասեմ։ Մի խոսքով, հետք ինչա պարզ է, որ Նիկոլի աղբոր տղեն Ուկրաինայում, հա, 19-21 թվականներից, չէ, 21 թվականից է եղել պատգամավոր, 22 թվականին սեպտեմբերին ընկերությունն է հիմնել Չերկասի քաղաքում։ 22 սեպտեմբեր, արդեն պատերազմը սկսել է, հա, Չերբուդա կոչվում, 50% փայատերն ինքն է։ Հիմա հասկացաք փողերը որտեղ է։ Ուսա միակ տեղը չի։ Իսկ այս Զիբիլի կատվի աղբերը էս փնթոյի աղբերը, սրա աղբերը։ Լոս Անջելեսում է փողերը մաքրում։ Հենց այս խոսացողի քրոջ հետ։ Չէ, սա չէր։ Էմիան ոնց էր։ Դիհիշեմ կասեմ։ Հակոբ։ Լավ ինչ որ է։ Բայց սրա աղբերն է Լոս Անջելեսում։ Դա փողերը լավանում։ Եվ այսպես։ Սա ընկերությունն է հիմնել 22 թվականին Ուկրաինայում։ Ուրեմն իր գործընկերն Նարեկ Պետրոսի Ղազարյանն է, որը գործարար բանը, ուրեմն Չերկասիում ՀՀ պատվո հյուպատոս Անդրանիկ Ղազարյանի եղբորորդին է։ Հասկացաք չէ, որտեղից է գալի։ Երկուսն էլ Իջևանից, ավելին, երկուսն էլ Իջևանի նույն թաղից։
Հասկացաք այդ փողերը որտեղ են։ Սա ընդամենը մի դեպք է։ Սա ընդամենը այն որ այս աղբամանների կենթանիներին հարց են տալի ներվում են, որտեղ ժողովուրդը գիտի որտեղ այդ փողերը։ Սրանք էլ լազում են, որ վստահություն չկա, դուք դեռ չեք վստահում, մենք ձեր փողերը ոնց ենք լափում։ Գրել ենք, հենա 1 միլիոն տվել ենք սրան։ Օգնիչ պատերազմի 730,000, դուք ի՞նչ եք արել, հա, պատերազմի համար։ Պատերազմի համար ուղարկած բաները նույնիսկ չի հասել տեղ։ Էլուր թե մնաց դուք պատերազմի համար փող ծախսեիք։ Այն մի բան, որ ասել եք անիմաստ, անիմաստ զոհեր, անիմաստ պատերազմ, դա Թուրքիա, դա Ադրբեջանը, Հայաստան չի։ Դա ընդհանրապես ինչ է, 2 միլիոն դոլարի մասն է խոսքը, իսկ ինչքան այդպես 2 միլիոն դոլարներ են եղել։ Մենակ 20 թվականի պատերազմի ժամանակ հավաքված գումարը 200 միլիոնից ավել է եղել։ Անցած այդ հիմնադրամի նախագահ են Հայկակ, լսում ես Հայկակ։ Չմտածես հանգարց մենք բան ենք մոռացել։ Ոչ մի բան չենք մոռացել մենք։ Փարսի նման առանձնապես բադի չենք, հիշողություններ Աստված տվեց չի խնայեք։ Օրը գալու է հերթով, կարգով, բոլորը գալու եք բացատրություն տակ, թե դուք ինչ եք արել այդ գումարները։ Նաև սրանք։ Նաև սրանք։ Իրավապահմանները լուրջ իրավապահմանները չէ, իրավական հանրությունը լուրջ անհանգստացած է սրանց լկտիության, անսահման լկտիության վրա։ Սա էս նայում եք դատարկ հայացքին։ Ինքը եթե մի քիչ ուղեղ ունենար կհասկանար, լսի։ Ես ոնց եմ ես հանցանքանում։ Ախ ընդամենը մի քանի ամիս է մնացել սրանց։ Ես ոնց եմ մտնում ես բերի տակ։ Բայց քանի որ հաստատ դպրոցներ փողով ավարտել, 4-րդ դասարանի կրթությամբ, ինքը այդքան բան չէր կարող մտածել, ասել է սուսպուս անում։ Ինչ են արել։ Մարդուն կալանավորել են։ Լրագրող, գիշերով, անասնավարի ու կալանք են կազմակերպել։ Ինչի համար։ Մի ամիս առաջ դատավորին ասել են կառավարությանը։ Ինչ ուզում անում են ասենք, էլ ոչ մի աճույք չկա, ոչ մի հաշվետվություն տակը օրինական 5 չկա։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք նախադեպ ստեղծում, որ վաղը ձեզ նույնիսկ առանց դատախազի բանի, հա, թղթի միջնորդության կարող են ձեզ ուղղակի ձեր թաղայինը տնից վերցնի, վզակոտներից վերցնի, շպրտեն մեքենան, գիշերած գեստով կամ առանց էական չի։ Թող դա թողում եք իրաց ճաշակին։ Բերեն շպրտեն մի անկյունի վրա, փակեն դուռը, ասեն դու պետք է ստեմանաս։ Այն ժան ասես օրենք, բան, դատապաշտպան են պահանջում, քեզ պետք է ասեն ի՞նչ դատապաշտպան։ Դու ժամանակին նույն բանն էիր անում։ Ով ասեց, որ դու իրավունք ունես հիմա դատապաշտպան ունենալ։ Իրավունք ունես ինչ որ իրավունքներ ունենալ։ Նույն բանը ձեզ են անելու։ Դուք պիտի ամեն ինչ անեք, որ ոչ թե ասես մարդիկ կան իշխանության, այլ նես մարդիկ կան, որ ձեր նման ստահակներին նույնիսկ պահանջեն, որ ձեր մարդկային իրավունքները պահեն այդ բանտերում։ Հակառակ դեպքում, եթե ձեր նման մեկը հանկարծ իշխանությունը խլեց, որի հավանականությունը մեծ է, դուք կորած եք ուղղակի։ Ուղղակի կորած եք, որովհետև դուք գիտեք, չի ինչքան մարդու եք վատություն արել։ Անասնավարի ում վրա ասեք քշել եք։ Ինչքան մարդը ատամները կրճտած, ձերները sense քորա գալիս, ձեր նման են իրանք էլ, չէ՞ մտածելու ձեր իրավունքները պաշտպանել։ Գալիս են ձեր վիզոլորեն։ Հաստատ վրացեք, մտածեք, վստահ եղեք, որ ասեն Սոնա Աղիկյանը հաստատ մի հատ ընկեր կամ ընկերուհի կամ բարեկամ ունի, որ վաղը հանկարծ կարող է հայտնվի իշխանության մեջ։ Վաղը փոփոխությունից հետո։ Ու դուք ոչ մի բան չեք թողել, որ ձեզ փրկեք։ Ոչ դուք, ոչ դատավորները, ոչ դատախազները, ոչ մեկը ոչ մի բան չեք թողել։ Նախադեպերը բոլորը ստեղծել եք, ասել եք, ահա, մեզ ապագայում ամեն ինչ ասում է, դրեք մեր հետ արեք, ինչ ուզում եք, որ դիրքով ուզում եք, ինչքան ուզում եք։ Դա ձեզ շնորհավորում եմ։ Եվ այսպես։ Սա գիտեք նույնիսկ ինչից են վախենում։ Այսպիսի պաստառներից սերը հաղթելու է ատելությանը։ Այս բանը գրողների կալանավորել են։ Ոստիկաններս են։ Այսինքն ինչ է ոստիկան ասած ինչ է, սրանք բանը համազգեստավոր ենիչերիներ են։ Համազգեստավոր, անուղեղ, անհայրենիք, անկիրթ, որ կյանքում որես գիծ չի կարդացել, հա։ Դու ոստիկան ես, դու չգիտես քո
պարտականություններն ու իրավունքները։ Դու չես հասկացել, չես կարդացել ոչ մի անգամ էդի։ Դու չես մտածում, որ չկարդալու համար քեզ վաղը դատելու են։ Չես կարող ասես ես հրաման եմ կատարել, չկատարեիր։ Չկատարեիր, անօրինական հրաման կատարելը հանցագործություն։ Բայց դուք ուղիղ պետք է ունենաք, որ այդքան հասկանաք, դուք դա էլ չունեք նույնիսկ։ Ասեմ նրա հետ գնալու եք նույն բախտին արժանանաք։ Դուք տեղ չեք թողնող ձեր հետևից գան փրկելու։ Էլի իմ նման մարդիկ են գալու, բայց իմ նման մարդիկ մոտենան ձեր հետ ինչ են անելու, լավ ես որ հումանիստ մարդ եմ համարում ինձ, իսկ կարող չնկատելու տամ։ Հա, լուրջ։ Համարեմ, որ բումերանգն եկել է, ինչի՞ սա պետք է գտնեմ քո բումերանգի արանքը։ Բումերանգ է, հետ է եկել։ Ես ինչի պետք է մտնեմ քո բումերանգի արանքը։ Հարգելի Ենիչերի, ինչ հարգելի։ Ենիչերի, անհայրենիք։ Սերը հաղթելու ատելությունը։ Սրա համար երեխեքին բանը կալանավորել են։ Այս նույն Ռուսաստանն է դարել։ Հիմա գալու եմ հասնեմ ձեզ պուտինիստներին։ Դբրոցականներին որ դատեցին, դբրոցական երկու մի հատ աղջիկ մի հատ տղա, որ ոչ պատերազմի էին գնել։ Խաղաղություն են ուզում մարդիկ։ Երկու դպրոցականի դատեցին։ Հիմա ստեղ սերը հաղթելու ատելության։ Կալանավորում են։ Սա էլ ձեզ հիշեցնում։ Զարմանը մեր ցելի Հայաստանի զորքը հանել են, այ ախպեր։ Ու դու պատկերացնում ես ինչա կատարվում ախպեր։ Ընդամենը 15-20 հոգու համար ցելի 5-600 հոգի զորք են հանել։ Բա ուր էին սրանք արա։ Ուր էին ախպեր։ Սրանց արածը մտի կարարա սանք ազգի թշնամիներ են։ Ազգակործան, ազգի թշնամիներ։ Նիկոլ, ու ճիվաղներ, ես ամեն օր հիշացնել եմ, ես 8%-ն ես շատ ձեր, զարմանում եմ, որ 8% եթին գտնվել, ասեն անհայրենիք, տխմար 8 հոգի կա, ինքը շատ մեծ թիվ չի, ազգի մեջ կա մի 10% տականք, ցանկացած տեղ, բայց ես նույնիսկ ես 8% հետ չեմ կարող հարմարվեմ, այսքան բանա տեսնելուց, արժեք խոսք, ես այդ 8% հետ չեմ կարող հարմարվեմ, դուք պիտի այս մարդկանց տեղը լինեք, ես սա ամեն օր հիշացնելու եմ, այսինքն բոլորն ինչ էլ հիշացնեն նույնն է։ Հա, քոյ որ երեխեքին տարած կոտորեիր, ասում եմ մենք կարայինք պատերազմը կանգնացնեինք, չենք կարող կանգնացնեինք, հետո կարայինք կանգնացնեինք, բայց այսքան զոր չէր լինելու։ Ինչ էլ հիշացնեմ, քեզ մահապատժի դատավճիռ։ Այս 8%-ներ դու չես ունենալու։ Հա, այ 79%-ը որ նոր մարդ է փնտրում, գտնելու է։ Մեր ազգը մեռած չի, մեր ազգի արգանդը չի չորացել։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Այն որ ինձ հարցնում եք, լավ ես դիտենք է։ Եկել են հող են տալի, արա ում հողն եք տալի, ամոթելի ձեզ, արա թքել եմ ես ձեր վրա սաղի։ Գեդինը մտնեք դուք արա, ովքեր եք դուք արա բաբշե։ Տուրք։ Ինչ Փաշինյան, ով է էդի։ Հասկացանք ով է էդի, ով է Փաշինյան, նովա։ Չէ իրականից ով է էդի, ընդհանուր ով է ինքը ով է։ Մենք դες մարդ չենք ճանաչ։ Որ մենք դες մարդ ճանաչել ենք, այսօր այդ վիճակին չէր լիս։ Դա եմ ասում, Նիկոլ, շատ վատ նորություններ ունեմ քո համար։ Ու Ռոբիկի համար է։ Շատ վատ։ Դուք շատ վատ կապիկ դերասաններ եք։ Ոչ մի բան չեք Ռոբիկը քեզ չի կարողանալու փրկի։ Հնարավոր չի։ Այս արդյունքներով դուք չեք կարող իրար փրկել։ Բացառվում է։ Իմացեք, ով Ռոբի համար աշխատում է, դա նույնն է, ոնց որ աշխատում է բանի Նիկոլի համար։ Ես ամենապատասխանատվությամբ եմ ասում, թքած ունենամ ով կնեղանա։ Ես գիտեմ, որ Ռոբի համար աշխատողներ կա, ասում դուք Նիկոլի համար եք աշխատում։ Եթե ձեր ուղեղը հələ չի հասել ընդ որ հասկանաք, ես զանում մեղավոր չեմ։ Ես ես հիմա ուզում եմ բանա նեղացնել, որ գնաք մտածեք։ Ասեք Վարդան Հակոբյանը ինձ նեղացրեց, ասես դու Նիկոլի համար ես աշխատում։ Այո, գնա մտածի, գնա մի հատ հասկացի ինչ անում հիմա Ռոբերտ Քոչարյանը։ Եվ դու իրան աջակցելով։ Բայց ոնց եմ ասում, այս բոլորը իրար հետ ընդամենը 21% եք։ Դա էլի իջացվելու է, իջնելու է։ Այսինքն ես նման ամեն ինչ անել եմ, 79%-ը պետք է դառնա 80, 81, 82 ու վերջը ծնելու է, անպայման ծնելու է իր նեյտրալ մարդուն։ Հա, ոչ, ասի դուք ձեր տեղը աղբամանն է։ Աղբամանն, հենց հիմա մեջ կրշը կապանիշ դնեմ վրա, որ հանկարծ
ընդերից չկարողանաք դուրս գաք։ Դա այս 79%-ը Իրանը ծնելու է։ Դուք շանս չունեք։ Այսքան բանը տեսնելուց հետո մարդիկ գնեք հավ չեն։ Իսկ ես ամեն օր եմ հիշացնելու։ Տեսեք, այս քանի տարի է ամեն օրվա գրաֆիկով ես այս գործը անում եմ։ Այսքան չեմ ափսոսում, երեխեք սելենիզանից նեղանում, կինը սելենիզանից նեղանում, ընկերները սելենիզանից նեղանում, որտեղ ոչ մեկի համար համարյա ժամանակ չեմ կարողանում գտնել։ Միջև 26 թիվ, միջև ընտրությունների այդ բանը բացվի, հասկանանք ինչ է կատարվում, դրանից հետո հասկանանք իմաստ ունի ապրելը, թե մեր հետ արդեն ամեն ինչ պարզ է։ Ամեն օր այսպես հիշացնելու եմ ով եք դուք եւ ինչով եք զբաղված։ Քոչերա Ռոբերտ ու Փաշինյան Նիկոլ Զույգեր։ Հասկացաք։ Այսօր ну в общем էլի Իսկ տղաների նկատմամբ ներողություն դեպքում իրավաբան 100% բռնի ուժով ծեցելուն քսեցին ավտոները տարա Չմոռանաք, ես չեմ թողելու որ մոռանաք։ Հիմա գանք մտնենք խորհրդարան։ Մի հատ sense բան կա, հիշում եք այն, որ ես ասում եմ, այս անհայտ բանը, բանջարեղենը, բայց Արամուսի հայտնի կամ անհայտ բանջարեղենը, որ մուտացիայի արդյունքում sense ֆորմա է ստացել ու Փաշինյան Նիկոլը իրան բերել է ազգային ժողով։ Ինչ ասում այս մուտացիան։ Ասում Էդմոն Մադուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել։ Բա չի աշխատել։ Ինքը աշխատել Հայաստանի վարչապետի հետ։ Էդմոն Մանուկյանն չի առաջարկել բան որպես վարչապետ, իրան ասել են, բայց Էդմոն Մանուկյանին, Նիկոլի Էդմոն Մանուկյանին, ասում Էդմոն Մանուկյանը երբեք Փաշինյանի մոտ չի աշխատել, հասկացաք։ Ինքը աշխատել է Հայաստանի վարչապետի հետ։ Դա Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլը իրան չնշանակեց այնտեղ։ Չէ։ Սա նույն բանն է, ոնց որ այս տխմաններ ասում էլի, արա ես սուտը չեմ սիրում, արա ես սուտ աղբեջան, ես սուտ չեմ սիրում էլի։ Չեմ սիրում, սուտ չեմ սիրում։ Չի գալիս, երբ որ քաղաքական գործիչը կարող է ստել, հորինել։ Անընդունելի է։ Այո, անընդունելի է, էլի։ Այս մարդն էլ ասում, մարդ, այս բան չի եղել։ Երբեք այդպես բան չի եղել, Նիկոլի բան։ Ու դրանից հետո գիտեք ինչ ասում։ Ֆենոմենալ։ Ասում է դու գիտեք, թե ով մեկ հետ աշխատում է պետք է հավերժ իր ծառան կամ հավերժ իր կամակատարը լինի։ Նաև ընդունում է։ Հետո նշում է, որ այն, որ ինքը պատգամավոր է դարձել, դրա մեջ էական նշանակություն են ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց ինքը զրո չի։ Ընդամենը 3 նախադասություն է խոսում, այս 3 նախադասության մեջ մի ամբողջ պետականության բան է երևում, կառուցվածք, ինչ է նշանակում Հայաստանի այսօրվա Նիկոլա պետությունը։ Միանգամից ասում է, ինչ է նշանակում իր մոտ աշխատելու, հավերժ իր ստդուկը չի լինելու, խոստովանելու, որ իրանք բոլորը Նիկոլի ստդուկն են եղել։ Ընդ որում նաև Էդմոն Մանուկյանը։ Ասում է, բայց չէ, ինքը Նիկոլի մոտ չի աշխատել, Հայաստանի վարչապետի մոտ աշխատել, տանտի բաներ։ Նիկոլը չի։ Երկրորդ ասում է, ճիշտ է, ինձ ինքն է բերել, առանց իրայից ոչի բան է, բայց ես լրիվ զրո չեմ։ Հա, դու լրիվ զրո չես։ Ես ասեցի, չէ, դու մուտացիայի արդյունքում Արամուսում առաջացած ինչ որ բանջարեղեն ես, այն կարգի մուտացված, որ այն կարտոֆիլ վաճառող մարդու վրա ցուսմուկ տվեցի որ դատեն։ Այսինքն դու մարդկային դու ասենք այն բանջարեղենի մուտացիան ես էլի։ Քեզ ուրիշ ոնց բացատրեմ։ Բայց սա վերջի չի միայն։ Բայց համել համարում եմ, որ վարչապետ դառնալու իր շանսերն ամենաբարձր են։ Բայց ես այդպես տղա չեմ ապեր։ Ուրիշ ձև տղա եմ։ Դու հետ ասում եմ, հիմա հասկանում եք մենք Հայաստանով, հայկական միջավայրով, քաղաքական ինչ այլասերված վիճակում ենք, որ Հովիկ Աղազարյանը այս հայտնի բանջարեղենի մուտացիան մտածում է, որ վարչապետ դառնալու իր շանսերը ամենաբարձրն են։ Բայց ինքը մեծահոգաբար, Նիկոլի Էդմոնին առաջարկում։ Նիկոլի Էդմոնին, այսօր Նիկոլի Էդմոնն է, երեք Սերժ Էդմոնն է, դրանից առաջ Ծառուկյան Գագոյի Էդմոնն էր, Ծառուկյան Գագոյի կլասիկ Էդմոնն էր, հա։
ինքեկան մեծահոգ ամենամեծ շանսերն ինքն ունի, բայց ինքը տալիս է Նիկոլի Էդմոնին այդ շանսերը, էլի։ Որտեղ ինքը տես տղա չի ապեր ասում։ Ինքը ուրիշ ձև տղա է։ Դե, սա է հիմա քաղաքական իրավիճակը։ Ուղղակի ես մի քիչ թե կոգնիտիվ դիսոնանս եմ տեսնում։ Հարցս ուղղում եմ բոլոր հայերին։ Մանավանդ իմ հետ անհամաձայն հայերին։ Ես ոնց եմ սիրում մարդ, որ իմ հետ անհամաձայն է լինում։ Բարձր եմ գնահատում, բայց պետք է հիմնավորել ինչու են անհամաձայն, էլի։ Հիմա ասենց անհամաձայնելով արեք մի քիչ անկեղծանային իրար հետ։ Հովիկ Աղազարյանն է մեզ ներկայացնում։ Այսինքն հայ ժողովրդի ինտելեկտի համախառն արդյունքը Հովիկ Աղազարյանն է։ Մի նայեք, որ Նիկոլ Փաշինյանը ընդեղ է հասել։ Հասկանում եք, հիմա կարելի է տենց էլ մտածել, դե եթե Նիկոլ Փաշինյանը կարան նստի, այն Աննա Հակոբյանը կարա ընդեղ նստի, Հովիկ Աղազարյանը ինչի չկարա երազի վարչապետ լինելու մասին։ Դուք գիտեք, որ իրականում մեր ամենամեծ ողբերգությունը հենց սրանում է, որ նույնիսկ բանջարեղենի մուտացիայի արդյունքում առաջացած ինչ-որ մի բան մտածում է, որ ամենառեալ վարչապետի տեխնազոն ինքն է։ Ու առանց ամաչելու։ Գիտեք ինչի։ Որովհետև շրջապատում վստահ եղեք, ոչ մեկ իրեն չի ասել։ Որը Հովիկ։ Դու դրոցի չես կարողացել փողով ավարտես նույնիսկ։ Քեզ զորով ուղղակի ասել են գնա, էլ դասի չգաս։ Հա դու կյանքիդ մեջ ոչ մի բան, դու երկու նախադասություն հետևից չես կարող խոսաս, ու չես կարող գրես, երբևէ չես կարող չես ամաչում դու գնացել ես նստել ես, չես ամաչում որ դու ծիծաղելու առարկա ես դառել, ոչ մեկ չի ասել իրան։ Ոչ մեկ չի ասել, դու ո՞նց ես այս քայլառասների մարդասպանների հետ համատեղ ես երկիրը ավիրում։ Ոչ մեկ իրան չի ասել, ինքն մտածում ասեն ճիշտ է։ Ինձ ուսապարկի տեղ բերել են, բայց այս այնքան էլ զլո չեմ, ու ես ամենառեալ վարչապետի տեխնացուն եմ։ Սա հավատացեք, սա ողբերգություն է, սա ցեղասպանության մակարդակի ողբերգություն է, որովհետև ցեղասպանությունը լինում են այն ժամանակ, երբ որ քո էլիտան լինում է այս կարգի մուտացված տեսակ։ Հասկանում եք։ Դա եմ ասում, սա ցեղասպանության աստիճան վտանգավորություն ունի, որտեղ այս մուտացիաներն են բերում ցեղասպանության։ Ինչպես վերջի 7 տարվա մեջ ա եղել։ Ոնց կարող է ունենայինք մենք ազգային էլիտա ղեկավարող մեզ, բանական մարդիկ, հա թեկուզ հանրապետականներն էլ սենց ստահակության հնարավոր, ունակ չէին, հավատացեք ինձ, ոչ Կարեն Կարապետյանը կարող է տես բաները, չէր կարող, Հովիկ Աբրահամյանը նույնիսկ տես բան չէր կարող անել, չէր անի, ասել ախպեր ընտանիքն աստեղ ապրում, ինքիք թալաներ կոչնչացներ ամեն ինչ կվերսեր իրան սաղին սոված թողել, բայց այս կարգի ավիրացություն հաստատ չէր անի, Սերժիկն էլ չէր անում, սրանք կարող էին մենակ այս կարգի մուտացված կենդանիները անել, որտեվ նույնիսկ վատ բան, շատ վատ բան անելու համար էլ մարդ պետք է պատրաստ լինի, էլի այսքանին։ Դրա համար էլ քոչերը Ռոբերտն է մնացել բանի կողքը, Նիկոլի կողքը, որ փրկի։ Ուզում ես երիտասարդին անդրադառնամ, բայց կարճ եմ ուզում ասեմ, էլի, կարճ։ Ցանկացած փորձ ռուսական բանակին լվանալու, հանցագործություններ մեղմացնելու, ինձ համար նույնը ոնց որ ցեղասպանության ժխտումը։ Ցանկացած փորձ ռուսական ներկայությունը արդարացնելու, որ ռուսական բանակի հաստատումը Հայաստանի համար ազատագրում էր, ցանկացած տեսակի գրումա որեկան մահմեդականներից փրկեին Հայաստանին, հայերի մահմեդականներից փրկել է միայն հայի զենքը։ Հայերը կոտորվել են այն ժամանակ, երբ որ ռուսը քո եկած հայի զենքը խլել է, որ մահմեդականը ցեղեն ինչ ուզենան անեն։ Ռուսը պատմականորեն երբեք, նույնիսկ դա մտադրությունը չի ունեցել։ Մի ստիպեք ինձ, որ ես խոսամ ձեր հետ այն լեզվով, ոնց որ ասենք ես մուտացվածների հետ եմ խոսում։ Մի արեք, մի ժխտեք ցեղասպանությունը, թուրքական, հանցագործ, օկուպացիոն, բանակի գործողությունները արդարացնելը, դա ցեղասպանության ժխտում է։ Դա ոնց որ դնես, ասես դե հիմա ելի թուրքերը այդքան էլ մեղավոր չեն։ Մի բանը Նիկոլ Փաշինյանն ասում էլի, մտածեք այդ ինչի եղավ բա մեր ցեղասպանությունը, ինչով մենք նպաստեցինք, որ մեզ ցեղասպանեին։ Այսքանով այս անգամ ավարտում եմ։
Ո՞նք ես ուզում եմ հիշեցնեմ ռուսների մասին նաև Բիսմարքն ինչ էր ասում, այնպես։ Ասում եմ, երբեք մի փորձեք ռուսական թոշակառուին խաբել ու ինչ որ մի բան գողանալ, հա։ Ասում եմ, որովհետև ռուսական իշխանությունը դա արդեն արել է ձեզանից առաջ։ Դա Բիսմարքն ասել է 50 տարի առաջ մոտավորապես։ Սա է գալի Հայաստան։ Սա էս հրեշը ու ամսի 21-ին, այսինքն արդեն այսօր, որ դուք նայեք հաղորդումը, ժամը 11-ին կայանա բողոքի ակցիա։ Ես ենթադրում եմ դեսպանատան, ռուսական դեսպանատան առաջ։ Ես չգիտեմ ովքեր են կազմակերպում, բայց ես կարծում եմ, որ պետք է գնալ, պետք է մասնակցել։ Իրոք ես չգիտեմ ով է կազմակերպում, ավելա ոչ չգիտեմ, չեն ասում ինչ-որ մեկի բանես։ Սրանք պետք է հասկանան, որ իրանք Հայաստանում տեղ չունեն, որ հայը ռուսական ագենտուրայից բացի, այն որ ինչ որ կա, անսահման ռուսական ագենտուրա, որ իրական չափ իմանանք նույնիսկ վախենալու է։ Ես դա համար եմ կարևորում, այս կասյուսյան փլուզումը շատ կարևոր է Հայաստանի փրկվելու համար։ Դա չի նշանակում, որ այս կառուցությունը փլվեց, մենք փրկվելու ենք ավտոմատ։ Ոչ, հələ մենք պետք է մեծ ստեղծենք, բայց սրանց փլուզումը գոնե այս 5-րդ Շարասյան սնուցումը կկտրի ու վերջում մենք կիմանանք էլի Հայաստանում ինչքան մարդ կա։ Կիմանանք էլի։ Շատ լավ ծաղրանկար ասում է։ Բացեք դուռը ասում է, մենք գիտենք դուք ինչ եք մտածում։ Չնայած դուք վաղուց հեռուստացույց չեք բանանում, հա, նայում, բայց մենք գիտենք դուք մեր մասին ինչ եք մտածում։ Այսպեսի ակցիա եղել է։ Բացարձակ ճշմարտություն։ Բացարձակ ճշմարտություն։ Նայեք, մեր դժբախտությունները գալիս է նրանից, որ մենք սկսում ենք սակարկել։ Նաև դրանից, այսինքն դա է ամեն ինչի պատճառը։ Որովհետև սակարկող մարդը, եթե մարդը սկզբունքային չի, ինքը սկսում է սակարկել ամեն ինչ։ Բարին ու չարը, լավն ու վատը, արդարն ու անարդարը, արժանին ու անարժանը, հասկանում եք։ Այս կրկնակի ստանդարտները ցանկացած մարդու, ցանկացած հասարակության դա դժբախտությունների սկիզբն է, որովհետև ինքը հենց սկսում է ստեղ վատ արդարացնել, ինքը դրանով նպաստում է, որ այն կողմից վատը ուրիշ ձևով խփի իրան։ Ուղղակի այս մարդը միջազգային հանցագործ է։ Và ոչ միայն ինձ զրկել է, ձեզ զրկել է Արցախից, ինքը նաև 3 տարի կոտորում է Ուկրաինայի բնակչությանը։ Նույնիսկ եթե մարդ կա, որ համարում է Ուկրաինայի բնակչությանը իր անձնական թշնամի, ես դա իրեն չեմ վիճարկում, բայց կոտորում է այդ մարդկանց։ Այսինքն եթե մենք համարում ենք իրենց մեզ թշնամի, ուրեմն կարելի է իրենց կոտորել։ Չի լինում, չէ՞ տենց։ Եթե մի քանի կեղտոտ բլոգերներ ասենք բանի նման, Գարդոնի նման, ես կարող եմ ես չեմ ասում, կարող եմ ես չգիտեմ ինչ է կատարվում, կարող եմ ես մոնիտոր չեմ անում, հա։ Եթե այդ կա մի քանի կեղտոտ վարձկաններ, ուրախանում են ադրբեջանական խոսակցականով, մի խոսքով դիրքորոշումներ եւ այլն, բայց դրա դեմ նաև ուտում են, չէ՞, դրա դեմ Ալիևը ռուսական գազն էլ է վաճառում, որ իրավարակրակեն, ռուսական սանկցիաների ապրանքներն էլ է ներմուծում Ռուսաստան, որ էլի իրավարակրակեն, ուկրաինացի մեկը Իրանը ստանում է, բայց դրա վրա ուրախանալ, որ այդ մարդկանց դուք անմեղ մարդ սպանեցիք ու սպանում են ամեն օր։ Սա ոնց կարելի է ներառել, բայց դա այն թողում եք մի կողմ, եթե նույնիսկ ուկրաինական պատերազմը չլիներ, մեզ զրկելա մեզ հայրենիքից, մեզ զրկելա մեր հայրենիքից, ոչ մի անգամ, ոչ մի օրից չեմ կարող մոռանամ այն 40 արտոնների, որ դուրս էր գալի Արցախից Պուտինի նկարի տակով, երբ որ Պուտինի զորքը Հայաստանում էր, Արցախում էր, երբ որ Պուտինի զորքը ստիպում էր, որ հայերը դուրս գանան դեպից ադրբեջանցիների հետ, ու իրան գնում էին այդ Պուտինի նկարի տակով։ Սա պրոֆեսիոնալ մարդասպան է։ Երբ որ ամբողջ աշխարհում ինքը ճանաչվել էր միջազգային հանցագործ, Արցախի ժողովուրդը իր պալակատներ բարձրացնում, Արցախի ժողովուրդը չէ, ասեմ են
որ հավատում էին, որ Պուտինը եկել է իրափրկելու։ Ամբողջ աշխարհի համար ինքը հանցագործ մարդասպան էր Արցախի։ Ինչ եղավ արդյունքում ժողովուրդ։ Ինչ եղավ։ Ու ցանկացած մեկը այսօր որ էս տականքին ուզում է փրկին, նեղվում է, որ Հայաստանում ինքը մարդասպան է, այդ նույնց ասում, իմ համար ցեղասպանությունը վիճարկող է, իմ համար ինքը Նիկոլին աջակցող է։ Ոչ թե ես ռուս սիրում եմ կամ չեմ սիրում, ես փաստերով եմ խոսում, իմ երկիրը դատարկել է այդ տականքը իր թուրք եղբայրների հետ։ Ու այսօր էլ ինքը դա անում է։ Հիմա էլ Լավրովը եկել է, որ պարտադրի այդ միջանցքի բացումը։ Իրանք չեն կարողանում այդ հարցը լուծեն։ Չի, ոչ թե ճիվաղը չի բացում։ Այս ճիվաղի ձեռքը լինել վաղուց էր բացել։ Այսօր էլի Իրանի պաշտպանության նախարարը բանի հետ զուգահեռ է։ Սա չեմ թողելու, արա։ Լավրովը գա, ուզում է Լավրովի հերը գա, ուզում է Պուտին անձամբ գա։ Չեմ թողելու։ Հայաստանի սահմաններին ով կպավ խփելու եմ։ Ու վստահ եղեք, այս հարցում իր հետ համաձայն է եւ Ֆրանսիա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմա Լավրովը Պուտինի հետ ուզում է ձեռ-ձեռի բռնած գան։ Ինչ ուզում է անեն, այս ճիվաղը չի բացող կամ չբացողը։ Ասում են դու բացի, ոչ թող խփի։ Իրանն էլ ասում է իմ համար Հայաստանի սահմանները անձեռնմխել են։ Հասկանում եք մենք ինչ ողորմելի վիճակում ենք, որ ոչ թե մենք ենք պայքարում մեր սահմանների համար, այլ Իրանն է մեր փոխարեն ամեն ինչը լուծում։ Այն չի, որովհետև սենց մոտացված մարդիկ են մեզ ղեկավարում, ժողովուրդ չեն։ Ուզում շատ արագ անցնեմ այս դրսի նորությունը ու վերադառնեմ։ Զելենսկին ուղիղ օղարկել է Պուտինն Թրամփի հետ միասին։ Գրողի ծոցը, ցելա։ Ես ոչ մի ձևով չեմ ընդունելու Պուտինի վերջնագրերը։ Այն որ կար 3 տարի առաջ, եթե ընդունեի, դու իմ ինչին էիր պետք Թրամփ։ Եթե ուզենայի երկիրը կապիտուլացվել, ինչպես էս ճիվաղը, կընդունեի էլի։ Դու իմ ինչին էիր պետք։ Ուղիղ տեքստով ասել արա, գնա, սա չլող բան չի։ Ուրիշ բան ունես առաջարկել, ուրիշ բան առաջարկել։ Չէ, 3 տարի առաջ կանեից կամ արդեն չէր մեռնել։ Բայց այս ժողովուրդը չի ուզում նորից օկուպացված, նորից ֆաշիստական ռեժիմի տակ ապրի։ Ես էլ այդ ժողովրդին դրած մարդն եմ, իմ երկրի սահմանների սահմանության համար կռիվ եմ տալու միջև վերջ։ Քան իմ ժողովուրդը պատրաստ է, ես էլ կրանեմ։ Պարզա, Դոնալդ։ Սա նորից ապտակ բոլոր երկրները հրաժարվում են հնարավորինս ռուսական գազ առնելուց, նավթ առնելուց, սա ես արդեն սա մասին խոսել եմ։ Եվ այսպես, այնքան վատ է, որ համարյա 50,000 զինվորական Ռոզենսկի տակա փախել են։ 50,000, ասկեն մի 300,000, պատկերացնում եք սահմանի վրա։ Այդ կռվում մասնակցում 50,000 փախացա։ Ու մարդիկ փախնում են ռուսները։ Դրանց հետախուզումը 50,000 ժողովուրդ, պատկերացնում եք ճիշտ է։ Հայաստանի բանը զինված ուժերը նույնիսկ այդքան չկա։ 50,000 ռուսական զինվոր փախացա։ Որտեղ իրան հասկանում են իրան ուր են տարել ու ինքը ինչ կարող է իր ճակատագիրը դեռ լինի։ Փող չկա, կռվող չկա։ Ես կրկնակի ստանդարտներից եմ ասում, ռազմական հանցագործների մասին։ Մի խոսքով, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կանադան նորից սպառնում են Իսրայելի նոր սանկցիաներով։ Ցանկացում այն երկրներն են, որոնք Իսրայելին, Իսրայելի ղեկավարին ճանաչել են, այսինքն դատարանի ձեռով, որպես միջազգային հանցագործ։ Մարդասպան։ Այս աշխարհի վրա երկու հատ բան կա։ Մարդասպան կա, որ ճանաչվել է միջազգային հանցագործ, դա Նետանյահուն ու Պուտինը։ Երրորդը լինելու է Ալիևը։ Բայց Ալիևը ինչքան շուտ կլինի կամ չլինի, դա կախված է շատ բան մեզանից։ Ու մեկ էլ Ուկրաինայում այդ հարցի ոնց կա։ Հենց Ուկրաինայի հարցը լուծեց վերջացավ, հաջորդը բան Ադրբեջանն է։ Ուղղակի մի անգամից բոլորի միտեղ երևի հնարավոր չի, բայց հաջորդը Ադրբեջանն է լինելու։ Որպես Ալիևի նկատում եմ։ Սա սարսափելի վիճակ է Ռուսաստանի տնտեսության մեջ, որովհետև գարնանացան չեն կարողանում անել ֆերմերները, տեխնիկա չկա։ Գարնանացան, արդեն ուտելու բան չեն, աշնան դեմ ցորեն
ուտելիք էլ չի լինելու, նույնիսկ այդ իրանց անսահման հողերը ցանելու մշակելու համար ոչ սերմ ունեն, որտեղ սերմներն են դրսից բերվում, ոչ տեխնիկա արդեն, այն ինչ որ 3 տարի մի կերպ ձեռով, գիտեք իրանց ոնց են, չէ՞, ռուսները ասենք, պրոբուլկեքով, բանով ասեն կարող է մի ձեր սարքեին ուրիշ պայեսամասերով մի կերպ գվանակ շեն ես կոմբայները, արդեն էլ չի լինում, տեխնիկա է պետք, որովհետև տեխնիկայի մեծ մասը, հիմնական մասը դա ներմուծված է եղել, ոչինչ չեն ունեցել տեղական, էլ չեն կարող, գարնանացան չեն կարող ամեն, ոչ սերմ կա, ոչ էլ տեխնիկա։ Իսկ ավարտեն ուզում եմ Չեխովի, Անտոն Պավլովիչ Չեխովի խոսքերով ավարտեմ, որ ասում է, չի կարելի, հնարավոր չի ռուսների հետ բարեկամություն անել, որովհետև իրենք բարեկամությունը, նման բարեկամությունը, միանգամից դիտարկում են որպես թուլություն, ինքը չգիտի, ես միշտ ասել եմ, չէ, որ ռուսական հասկացողության մեջ հիմնականում այս հարաբերության ֆորմատը գոյություն չունի, նրանք ունեցել են կամ ստրուկ կամ ստրկատեր, ու այս ֆորմատի հարաբերությունները մնացել է իրենց մոտ բոլոր ասպարեզներում, եթե դու գնաք նույնիսկ ռուսական թաղամասեր, դա ուզում է լինի Նյու Յորքում, դա լինի Եվրոպայում եւ այլն, ռուսները շփվելու շատերի մոտ դուք զգում եք նույնիսկ դա, ասենք եթե նույն ինքը խանութ ունի, կամ նույնիսկ Վարշավիրանոց, հա, գեղեցկության սրահ, եթե ինքը այդ գեղեցկության սրահի տնօրենն է կամ տերը, ինքը տեղ, ոնց որ Ելիզավետան, այսպես, չէ, Ելիզավետան բանա, համեստ է եղել, եկածիրինը, այտենց իրանց մոտ այս բանը կա, ֆորմատի հարաբերությունները այն որ աշխարհի ցիվիլ երկրներում կա, իհարկե կան Ռուսաստանում մարդիկ, որոնք այդ կուլտուրան ու մշակույթն ունեն, բայց շատ բարակ շերտ է, շատ բարակ շերտ է, այդ շերտը հիմնականում կամ հալածվում է, կամ այս հարաբերությունների մեջ չեն դիմանում, լքում են տարածքները Ռուսաստանի հետ, հա, սա Անտոն Չեխովն է ասում, սա որ ես չեմ ասում, իսկ դե գնանք մնացած գրողներն ինչ են ասում, ասենք բունին բան էս կարգի մարդիկ ինչ են ասում, սարսափես, ինչ եմ սա ասում, ժողովուրդ ջան։ Իմ խնդիրը այդ ժողովրդի հետ չի։ Իմ խնդիրը այդ ֆորմատների հետ է։ Ինձ որ համոզում են, որ Ռուսաստանը տնանավոր լավ լինել, ես ուզում եմ ցույց նայեմ մի հատ աշխարհին ասեմ, արա, հələ ցույց տուր մի հատ երկիր, որի հետ ինքը հարաբերություններ ունի։ Ցույց տուր էլի։ Մենակ չասես Բելարուսյան, մեկը չասես Չինաստանը, Բելարուսը Լուկաշենկոն իր խալոպն է, ինքն էլ Սի Ցզինպինի խալոպն է, ինքը ուրիշ ֆորմատ չունեն այս մարդիկ շփվելու, չունեն, բան կա չէ, ռուսական ֆիլմ կա, խալոպ, հիմա խալոպ երկուսն էլ կա արդեն ասում են, այս հարաբերությունները իրանց մոտ ամեն տեղ է, ամեն տեղ, հիմա Լավրովը որ եկել Հայաստան, դա գիտեք ինքը եկել է իր կարծիքով սուվերեն երկիր, որ ինքը պետք է հարգանք ունենա այդ ամեն ինչի նկատմամբ, բոլորովին, լինելով, հա, ինքը թքած ունի այս ամեն ինչի վրա, ինքը այդ կասիության դասիրակած, կասիության շահերը, կասիության ստանդարտի մեջ մեծացած մարդը, չէ ինքը եկել է իր զոն, եկել է ճորտերի մոտ, որ մի հատ հասկանա, այս ինչից ես խելոք չեք պահում, այսենց, ասել եք ճանապարհը պիտի տակ, ուրեմն պիտի տակ, ես ինչ կամակորությունը, այսինքն, այս ֆորմատով է եկել։ Որտեւ իրանք ուրիշ լեզու չգիտեն։ Կարող է ուզում եք մի հատ հոկտեմբերի 27 անենք ձեր գլխին։ Կարող է մի հատ եք ուզում Ավետիսյանների սպանդ անենք ձեր գլխին։ Երբ ինչ ուզենան կանեն ու արել են։ Կարող է մենք ուզում եք Հայաստանը դատարկենք Արցախի նման։ Ինչ ուզել ադեն ու իրանց վրա երբևէ հայ ժնևորը չի կրակել։ Բայց լինելով Ադրբեջանի ինքերը, Ադրբեջանի համար այսքան բան անելով, ադրբեջանցին ինչքան պետքա սպանեց իրան, բանում։ Ուղղաթիռը խփեց սահմանի վրա։ Այդ խաղապաներին հայ բանը իրանց դիժկերում հենց լապավոյ գնդակահարել էին 6 հոգու։ Մի հատ ներողությունով անցավ գնաց։ Ներողությունը չեն, լավ կներեք, պատահական է եղել։ Ոչ մի անգամ հայը ռուսի վրա չի կրակել։ Դրա համար էլ իրանք մտածում են, որ ինչ ուզենան, երբ ուզենան իրանք կարան անել։ Իսկ ադրբեջանցին խփում էլա սպանում է բան, իրենց ադրբեջանցին ընկերն է։ Գիտեք ինչի, որտեղ խփում է։ Հասկացաք ինչի է ընկերը։
Որտեղ խփում է, որտեղ կարող եմ ատամ ցույց տալ, որտեղ ասում է պետք է խփեմ, պետք է կկրակեմ, պետք է մի հատ էլ ուղղաթիռ կխփեմ։ Ինքը այդ ֆորմատն է հասկանում հարաբերությունների։ Դե հիմա գնացեք, հա, ձեզ հույս տվեք, որ դուք կարող եք Ռուսիա ինչ որ ավելի լավ ստդուկ լինել։ Նիկոլից լավ ստդուկ ոչ մեկ չունի։ Բայց դա էլ արդեն սխտխառնոց առաջացնում է։ Որտեղ ծնունդով ստդուկ է, ինքը ստդուկ է, հիմա ով ասե որ մենակ քո ստդուկը պետք է լիներ։ Հա, ու մենակ քո ասածները պետք է անել։ Ինքը նաև վախենում է իր ճակատը, իր կյանքի համար ուրիշ տեղից։ Մտածում է, բայց ում եմ փախնելու։ Չեմ կարող գամ Ասադի նման Ռուսաստանում նստեմ։ Որտեղ կարող դուք ինչ չպայեք, իրենք չեն էլ պայի, ինչ են պա։ Մի խոսքով շատ բան ունենք վերանայելու, այս ամբողջ հարցումը սպասում է նվիրվեց այս երկուսին, այս երկու տանդեմին, Քոչարյան ու Ռոբերտ, Քոչարյան ու Փաշինյան։ Ուզում ասեմ դուք երկուսդ էլ կորած, վերջացած ֆորմատներ եք։ Հայաստանի 79%-ը մարդավարի ֆորմատ է ուզում, մարդավարի, ցիվիլ։ Ես չեմ ուզում ասեմ եվրոպական, որտեղ դա հայկականն է։ Իսկ հայկականը սենց է եղել, հայ գյուղացին երբեք ճորտ չի եղել։ Չի եղել։ Ինքը եղել է ազատ մարդ, որտեղ ուզեցել ընդեղ ապրել։ Հա, ինչ ուզել այն է երգել։ Հայ մարդը ճորտ չի եղել։ Ինքը ոչ մեկի սեփականությունը չի եղել։ Իրան գլխականակով չեն հաշվել։ Իսկ երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Բրուքլինի կամոջն էին սարքում, Ռուսաստանում նոր ստացկություն էին վերացնում։ Ու այդ հոգեբանությունը մնացել է։ Հայ մարդը ուրիշ ֆորմատի ծնունդ է։ Ինքը չի կարող ստդուկ լինել։ Հայ մարդը գիր ու գրականություն ունեցել։ Հայ մարդը գիր ու գրականության աստվածներ ունեցել։ Հասկանու՞մ եք, հայ մարդը մարդ է եղել։ Ինքը իմացել է ինքնա, վերևում էր Աստված։ Վերջ։ Ինքը իր գլխին ճորտ ատես չի ունեցել։ Սա լրիվ ուրիշ հոգեբանություն է։ Մենք հավատացեք ու ընդունեք վերջապես։ Մենք ուրիշ խմորից ենք սարկած։ Ուրիշ խմոր ենք։ Կարող է ուզբեկի համար նորմալ է, որ իր գլխին անպայման ճորտատեր կա։ Հայի համար դա նորմալ չի։ Իր մոտից դուրս է գալիս, հասկանում եք։ Չի տեղավորվում։ Ու մենք չպարտադիրել չի որ տեղավորվենք։ Մենք մի ամբողջ մշակույթ ենք ստեղծել։ Մի ամբողջ ինչ ասեմ, քաղաքակրթության ստեղծող ազգը չի կարող այս բարբարոսների ճորտը լինի։ Ու պետք էլ չի, վերջը 21-րդ դար եք մեկ ապա։ Ես այնքան լավ ռուսընկերներ ունեմ ստեղ, բայց փայլուն գլուխներ, փայլուն մարդիկ։ Ես իրանց հետ եմ այս ամեն ինչին ասեմ խոսում։ Իրանք էլ իմ նման, մեր բոլորի նման տարապում են դրա ձեռը, որտեղ իրանք էլ ծնողներ ունեն Ռուսաստանում մնացած։ Իրանք էլ չեն հարմարվում այդ մտքեր, ոնց կարող է իր ծնողը, հա, Պուտինի սիրի։ Ոնց կարելի է արդարացնել այդ պատերազմը։ Ոնց կարելի է, ասենք, սիրել Ստալինին։ Հասկացեք, այդ ամեն ինչով իմ լավ ռուս ընկերներն են տարապել։ Ես ռուսազգի դեմ բան չունեմ, շատ փայլուն գլուխներ կան, ես շատ եմ սիրում այս այդ ազգը։ Այսինքն իր բանը։ Այդ շերտը շատ բարձր են ես գնահատում, բայց ասում, իրանք էլ մեր բոլորի նման այդ նույն համակարգի ուժասներն են։ Դրա վերջն եկել է։ Ու ես հուսով եմ դա վերջը կտա Ուկրաինան։ Ամեն ինչ կա դրա համար։ Ամեն բոլոր նախապայմանները կա։ Ու հուսով եմ ի վերջո մեր տարածաշրջանը կազատվի այդ քաղցկեղային ու բանից, հա, մետաստազների որջից։ Եվ հավատացեք, Ռուսաստանը ինչքան շուտ դառնա դեմոկրատական երկիր, այնքան շուտ մենք փրկվենք։ Կարող է նույնիսկ Ադրբեջանն էլ դառնա դեմոկրատական երկիր։ Չնայած ես դրան չեմ հավատում։ Հա, բայց ով է ման։ Ով է։ Այսօր մաման այսքանը, լավ մնացեք։